տեսնում եմ Վարդան Ղուկասյանի մասին էլ խոսեք էլ, ես մարդուն էլ բարից բուն իմաստով խոշտանգում են, մարդը ծանր վիճակում, ծանր իր բժիշկները ասում են։ Ընտանիքին են խոշտանգում։ Այո, ընտանիքին են խոշտանգում։ Ինչի՞։ Իր համակիցներին են խոշտանգում։ Որ քեզ մերժում են, վռնդեցին գյումրեցիները։ Չի մարսում, որ գյումրեցիները իրան վռնդել են, մերժել են քեզ։ Ընտանիքին է խոշտանգում Գյումրիից գողացված Գյումրի համայնքին պետական բյուջեից գողացված փողերը չես լափելու Նիկոլ, գյումրեցիները դրա տերն են, որովհետև Վարդան Ղուկասյանը արդեն ասել է, գյումրեցիները այդ փողի տերն են, դու հերթական պալատը դրսում չես առնելու, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը արդեն 4-րդ պալատն է գնում, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը 4-րդ պալատն է գնում, ես թվարկեմ Կանադայում 4 միլիոն դոլարանոց տունը, Կանադայում 17 միլիոնանոց տունը, ես դա ասում եմ փաստերով, ասում եմ, Փարիզում 3.1 միլիոն եվրոյանոց տունը եւ վերջերս բուկվալի Ռևիեր քաղաքում Նիցի մոտ Աննա Հակոբյանը Կիպրոսյան օֆշորի միջոցով գնել է 8 միլիոն եվրո, այո, ճշտად, ես իմ Facebook-յան էջում դրած եմ այն հիմքը, որտեղ ստացել եմ, եթե ինչ-որ խնդիր ունեն, թող այդ հիմքին հարցնեն, ես օգտվում եմ մամուլի ազատության մասին օրենքով տրված ինձ հնարավորությամբ, ես օգտվում եմ այնինչ հրապարակվել է մամուլում, 8 միլիոն եվրո Աննա Հակոբյանը, դա 4-րդ պալատն է, եւ այն Նիկոլը, որը ապրում էր մի տան մեջ, որ օրինակ համար մենք ամբողջ կյանքում անասուն ենք պայել գոմ ենք ունեցել, մեր գոմը ավելի բարեկարգ է եղել եւ ավելի մաքուր է եղել, քան իր տունը, որ ինքը ապրում էր, չէ՞։ Եվ ես հանել եմ պաշտոնապես, ինչքան եկամուտ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Եկամուտի մի մասն եմ վերցրել միայն, որպեսզի մարդիկ իմանան։ Նայեցեք, մեկ սեփական տուն հարակից տարածքներով եւ օժանդակ կառույցներով ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյան 8 տարվա մեջ քո աշխատավարձը կազմել է մոտավորապես տարեկան 20 միլիոն 160 միլիոն դրամ։ Դու տուն ես գնել 800 միլիոն դրամանոց։ Որտեղից 160 միլիոն աշխատավարձ ստացածին այդքան փող։